Հիսուս եկել էր Մարթայի ու Մարիամի տուն։ Մարթան խառնվել է իրար։ Ուզում է հայկական ձևով հյուրասիրություն անի, ամենալավը բերի ու լցնի, վազում է խոհանոց, վազում է ճաշասենյակ, վազում է ննջարան, վազում է դուրս։ Մարիամը եկել է, ծալապատիկ նստել է Հիսուսի առաջ ու նրանից խմում է։ Քույրը նեղացավ, եկավ, քրոջը չասեց, ինչի չես գալի ինձի օգնես։ Երևի գիտեր, որ օգուտ չկա, ասի չասի չի գալու։ Հիսուսին ասեց, ռաբի, հոգդ չի, հլն այ քրտնքի մեջ շաղախվել եմ, ենքան վազեցի ոտերիս մեջ ուժ չմնաց, ռաբի ասա ես իմ քրոջը թող գա ինձի օգնի։ Ու Մարթային թվում էր, որ Տերը հեսակ ասի, Մարիամ, ինչի մեծ քրոջը չես լսում։ Բայց Տերը ինչ ասեց, էխ Մարթա, շատ բաների համար ես հոգս անում, բայց մի բարի բաժին կար, եւ այդ բարի բաժինը Մարիամը ընտրեց։ Այսօրից ի վեր գնացեք եւ այս բարի բաժինը ընտրեք։ Կասեք չեմ հասկանում, հասկացողության հոգին գտա Տերը։ Տերը չի գրե մի բան, որ որոշներին հասանելի լինի, որոշներին ոչ։ Տերը չի արել այդպիսի բան։ Այս գիրքը հասանելի է փոքրից մինչև մեծ, տարեցից մինչև երիտասարդ, կրթվածից մինչև անկիրթ, որովհետև խոսողը Տիրոջ հոգին է եւ նա ասել է իմ պատվիրանը կգրեմ նրանց մեջ, կդնեմ նրանց մեջ, նրանցից ոչ մեկը իր ընկերին չի ասի Տիրոջը ճանաչիր, որովհետև ես նրանց փոքրից մեծին բոլորին կճանաչեցնեմ եւ բոլորը կճանաչեն ինձ, որովհետև շնորհի եւ աստվածային հոգին ինքը թափում է հավասարազոր բոլորի վրա։